Մինչև բունորակարգին անցնելը քննարկելը, թե մեր զինված ուժերում կանանց ներգրավվածությունն ինչու մեծ չէ, ժամը մարդու իրավունքների պաշտպանին հարցնում է, իսկ ինչ բողոքներ ահազանգեր կան հենց կին զինծառայողներից, ինչից են դժգոհում նրանք։ Օմբուդսմենն արձանագրում է, սեղանին բազմաթիվ դիմումներ ունեն, դրանց հիմնական մասը կարծրատիպերի պատճառով առաջացած խնդիրների մասին։ Առաջին հերթին վերաբերում են այն ընդհանուր կարծրատիպերին, որոնք մեր երկրում առկա են, կարծրատիպեր, որոնք կարող են տարաբնույթ լինել, թե այն առումով, որ կինը միգուցե չի կարող որոշումների կայացման գործընթացում հատկապես պաշտպանության ոլորտում դերակատարություն ունենալ, թե ընդհանուր կարծրատիպերը, կանանց անձնական կյանքի եւ այլ հարցերի առնչությամբ, որոնք միանշանակ ազդում են նաեւ զինվորական ծառայության շրջանակներում իրենց իրավունքների պաշտպանվածության վրա։ Իսկ հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ով առաջին անգամ է Երևանում, փաստում է, միայն Հայաստանի անվտանգային եւ պաշտպանական համակարգերում չէ, որ կանանց մասնակցությունը ցածր է, եւ դրա պատճառներն էլ ըստ Իրեն Ֆելինի գրեթե ամենուր նույնական են։ Ես չեմ կարող առանձնացնել Հայաստանի համար այսպես ասենք վերհանված որևէ խոչընդոտ, որովհետև դրանք գրեթե բոլոր երկրներում նույնն են, հիմնականում առաջանում են մշակութային առանձնահատկությունների կամ օրենսդրական բացերի պատճառով։ Այս բոլոր խնդիրները արդյունավետ պաշտպանություն եւ անվտանգություն, կանանց նշանակալի մասնակցության խթանումը Հայաստանի զինված ուժերում եւ դրանից դուրս խորագրի ներքո Երևանում անցկացվող բարձր մակարդակի միջազգային համաժողովի օրակարգում են։ ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի նախաձեռնությունն է, համախմբել են պետական ու միջազգային կառույցների, դիվանագիտական կորպուսի, քաղաքասարակության եւ փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է, մեր երկրի զինված ուժերում կանանց ներգրավումը ռազմավարական անհրաժեշտություն է, մինչդեռ այսօր նրանք ոլորտում, այո, փոքր տեղ են զբաղեցնում։ Աշխարհի տարբեր երկրներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց եւ տղամարդկանց հավասարակշռված մասնակցությունը զինված ուժերում ավելի արդյունավետ են դարձնում այդ կառույցները եւ վերջիններիս ավելի մեծ հաջողությամբ են լուծում բարդ խնդիրները։ Այստեղ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որքան խոսենք անվտանգային եւ պաշտպանական համակարգերում կանանց ներգրավվածությունը խթանելու մասին, որպես առաջնահերթություն պետք է առանձնացնենք ոչ թե քանակական, այլ բովանդակային նպատակները։ Շատ կարևոր է, որպեսզի կանայք ունենան պատշաճ առաջխաղացման հնարավորություններ եւ ունենան նաեւ դերակատարություն որոշումների կայացման մակարդակում։ Այդ առումով պետք է նշեմ, որ Հայաստանում միանշանակ իրավիճակը դեռևս շարունակում է զարգացման կարիք ունենալ, որովհետև մենք կարելի է ասել, որ գրեթե չունենք կանայք այս ոլորտում, հատկապես զինված ուժերում, որոշումների կայացման մակարդակում ներգրավված։ Զինված ուժերում կանանց նշանակալի մասնակցություն ամբողջ հասարակության ներգրավվածության սկզբունքով։ Մասնագետները մեր երկրին առաջարկում են այս ճանապարհով առաջ շարժվել, շարունակ կարևորելով մարդու իրավունքները, հաշվետվողականությունը, թափանցիկությունը եւ իրավունքի գերակայության ապահովումը։ Համաժողովի ընթացքում ի դեպ քննարկվեց նաև կանայք, խաղաղություն եւ անվտանգություն օրակարգի շրջանակում Հայաստանի ազգային գործողությունների պլանը, առաջընթաց կա, հետագա զարգացման խոչընդոտներ նույնպես։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։